Մարդը օբյեկտից վերեածվել սուբյեկտի։ Սա նշանակում է, որ մարդը քաղաքացին ոչ թե ինչ որ ուրիշի պետքա սպասի, որ այդ ինչ որ ուրիշը ինչ որ բան անի, իսկ ինքը պետք է նայի այդ ինչ որ բան անողի ձեռքին կամ սպասի նրա կմահաճույքին, այլ առաջին հերթին ինքը պետք է անի այն գործողությունը կամ գործողությունները, որոնք անհրաժեշտ են իր ազատությունը, բարեկեցությունը, անվտանգությունն ու երջանկությունը ապահովելու համար։ Այսինքն մի բան աներկբայորեն ակնհայտ է։ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ որոշում է մարդը, քաղաքացին։ Մեր այս դիրքորոշումը որոշակի քննադատության է ենթարկվում պարբերաբար։ Ինչու՞, որովհետև ասում են, որ այս կառավարությունը պատասխանատվությունը դնում է մարդու ուսերին, փորձելով իր վրայից, այսինքն կառավարության եւ իշխանության վրայից պատասխանատվությունը մարդու եւ անհատի ուսերին դնել։ Այս նախադասությունը ոչ միայն մեղադրանքն է ձևակերպում, բայց նաեւ տալիս է հարցի պատասխանը։ Այստեղ նրբությունն է, որ անհատի մարդու ամենամեծ անելիքը քաղաքական, հենց քաղաքական իշխանություն ձևավորելն է, հենց կառավարություն ձևավորելն է։ Այսինքն, այսպես թե այնպես, հենց կառավարության եւ իշխանության մնացած բոլոր օղակներում որոշիչ դերը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այսինքն անհատ մարդուն եւ հետեւաբար հենց ի բնե պատասխանատվությունը մարդու վրա է։